Իրանին ու Ամերիկային չի հաջողվել բանակցությունների ժամանակ համաձայնության գալ։ ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Պակիստանում 21 ժամ տևած բանակցություններից հետո Իրանի հետ համաձայնության չեն հասել։ And to Field Marshal Munir, who were both incredible hosts. Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հաստատել է, որ թեև կողմերը որոշ հարցերի շուրջ եկել են ընդհանուր հայտարարի, սակայն Իսլամաբադում բանակցությունների հիմնական կետերի շուրջ տարաձայնություններ են մնացել։ Բաղային հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում քննարկումները ներառել են այնպիսի առանցքային թեմաներ, ինչպիսիք են Հորմուզի նեղուցը, Իրանի միջուկային ծրագիրը, պատերազմական փոխհատուցումները, պատժամիջոցների մեղմացումը եւ ռազմական գործողությունների ավարտը։ Պակիստանյան աղբյուրները նշում են, որ Իսլամաբադը գործադրել էր բոլոր ջանքերը տասնամյակների ընթացքում առաջին բարձր մակարդակի դեմարդեմ քննարկումների համար, սակայն նրանք չկարողացան ստիպել երկու կողմերին համաձայնության գալ պատերազմը դադարեցնելու պայմանների շուրջ։ Ամերիկյան որոշ աղբյուրների համաձայն էլ ԱՄՆ-ն սեղանին է թողել գործաքի իր առաջարկը, որին Թեհրանը դեռ պետք է արձագանքի։ Բանակցությունների ձախողումից հետո Պակիստանի արտգործնախարար Իսհակ Դարը կոչ արել կողմերին պահպանել հրադադարը ու նշել, որ Իսլամաբադը կշարունակի միջնորդական ջանքերը։ Միևնույն ժամանակ իրանական բանակցային թիմին մոտ կանգնած աղբյուրը Fars News-ին հայտնել է, որ Իրանը բանակցությունների հաջորդ փուլի ծրագրեր չունի։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության միջև հեռահար լեզվակռիվն ու փոխադարձ մեղադրանքները նոր թափ են ստացել։ Իսրայելի կառավարության ղեկավարը հայտարարել է, որ իր ղեկավարությամբ երկիրը կշարունակի պայքարը Իրանի ահաբեկչական վարչակարգի եւ նրա դաշնակիցների դեմ, ի հակադրություն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, որին Նեթանյահուն մեղադրել է ահաբեկիչներին հովանավորելու եւ սեփական քուրդ քաղաքացիների զանգվածային սպանություններ կազմակերպելու մեջ։ Ի պատասխան այս քննադատությանը Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես է եկել կոշտ հայտարարությամբ Նեթանյահուին անվանելով մեր ժամանակների Հիտլեր եւ հիշեցնելով միջազգային քրեական դատարանի նրան ձերբակալելու օրդերը պատերազմական եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մեղադրանքով։ Bölgedeki hiçbir kurala, kaideye, başka ülkelerin... Թուրքական կողմը պնդում է, որ Իսրայելի վարչապետի նպատակը խաղաղության բանակցությունները ձախողելն ու տարածաշրջանում ծավալապաշտական քաղաքականություն վարելն է, որպեսզի խուսափի սեփական երկրում հնարավոր դատավարությունից եւ բանտարկությունից։ Պաշտոնական Անկարան ընդգծել է, որ իսրայելցի պաշտոնյաների լկտի եւ կեղծ մեղադրանքները հետևանք են այն անհանգստության, որը առաջացնում է Թուրքիայի կողմից բարձրաձայնվող ճշմարտությունը եւ հավաստիացրել է, որ կշարունակի ջանքեր գործադրել Նեթանյահուին պատասխանատվության ենթարկելու համար։ Հունգարիայում այսօր խորհրդարանական հերթական ընտրություններն է, որը կարող է վերջակետ դնել վարչապետ Վիկտոր Օրբանի երկարամյա իշխանությանը եւ զգալի ազդեցություն ունենալ Եվրոպայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա, կանխատեսում են հունգարացի փորձագետները։ Հարցումների մեծ մասը հաղթանակ է կանխատեսում իշխող Ֆիդես կուսակցությունից անջատված եւ նոր քաղաքական ուժ ստեղծած Պետեր Մադյարի համար։ Մադյարը եւ նրա Տիսա կուսակցությունը խոստանում են վարչակարգի փոփոխություն, Եվրամիության հետ հարաբերությունների անգնում եւ Ռուսաստանի հետ սերտ կապերի դադարեցում։ Չնայած ընդդիմադիր տեխնացուի աճող վարկանիշին, Վիկտոր Օրբանը քվեարկության նախօրեին հանդես է եկել ինքնավստահ հայտարարությամբ, խոստանալով այնպիսի հաղթանակ, որը կզարմացնի բոլորին։ Նա շարունակել է իր քարոզարշավի հիմնական թեմաները, թիրախավորելով Բրյուսելին ու Ուկրաինային եւ հայտարարելով, որ իրենք չեն տա իրենց զենքն ու փողերը։ hogy a migránsok invázióját meg lehet állítani. Օրբանը վայելում է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը, որը հունգարացիներին կոչ է արել ձայն տալ իր իսկական ընկերոջը։ Փորձագետների կարծիքով Օրբանի համար 5-րդ անընդմեջ հաղթանակը կարող է անհասանելի լինել տնտեսական դժվարությունների եւ մի շարք սկանդալների պատճառով։ Հունգարիայի 3 խոշորագույն սոցիոլոգիական կենտրոնները մատնանշում են Մադյարի կուսակցության զգալի առավելությունը։ Անդիմության առաջնորդը կոչ արել ընտրողներին չտրվել իշխող ուժի ճնշումներին։ Կանխատեսվում է, որ ընտրությունների ելքը որոշիչ կլինի նաև Ուկրաինային տրամադրվող աջակցության հարցում, քանի որ Օրբանը բազմիցս վետո է կիրառել Եվրամիության օգնության փաթեթների վրա։ Հայիթիի հյուսիսում Միլոտ քաղաքի հայտնի զբոսաշրջային վայրերից մեկում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Լաֆերիեր միջնաբերդում հրմշտոցի հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել։
Ողբերգությունը տեղի ունեցել ամենամյա Զատկի հավաքի ժամանակ, որին մասնակցում էին մեծ թվով երիտասարդներ։ Ըստ նախնական տվյալների, հրմշտոցը սկսվել է ամրոցի մուտքի մոտ։ Իրավիճակն ավելի է սրվել հանկարծակի սկսված հորդառատ անձրևի պատճառով, ինչը խուճապ է առաջացրել ամբոխի մոտ։ Երկրի իշխանությունները հայտնել են, որ զոհերի թիվը կարող է աճել, որոնողական աշխատանքները շարունակվում են։ Մի խումբ երիտասարդներ կապված ձեռքերով, փակված բերաններով ակցիա են արել Սուրբ Աննա եկեղեցու դիմաց՝ ի աջակցություն երկու շաբաթ առաջ նույն եկեղեցու բակից կալանավորված Դավիթ Մինասյանի։ Երիտասարդները պարզել են պաստառներ՝ թույլ տվեք հանգիստ աղոթել եկեղեցում, բոլորս Դավիթ Մինասյան ենք, ՀՀ քաղաքացին անպաշտպան գրություններով։ 18-ամյա երիտասարդը, որը անգամ դեռ դպրոցը չի ավարտել, գտնվում է Նաիրի բժշկական կենտրոնում։ Գործի նախաքննությունը արդեն ավարտվել է։ Ավելի վաղ երիտասարդի պաշտպանները միջնորդել էին հաշվի առնելով նրա առողջական ծանր վիճակը փոխել խափանման միջոցկալանքը, սակայն վերահսկող դատախազը մերժել էր միջնորդությունը։ Հայաստանի կառավարության որոշմամբ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների պատճառով չեղարկված շվերթների հետևանքով նոր ավիատոմսեր գնաց ՀՀ քաղաքացիներին կտրամադրվի մինչև 250,000 դրամ փոխհատուցում։ Այս կարգը վերաբերում է 2026 թվականի փետրվարի 28-ից մինչև մարտի 25-ը ընկած ժամանակահատվածում կատարված ծախսերի վրա, այդ թվում ԱՄԷ-ում, Կատարում, Քուվեյթում եւ Իսրայելում սովորող այն ուսանողների համար, ովքեր անվտանգային իրավիճակով պայմանավորված վերադարձել են Հայաստան։ Հայտերը պետք է ներկայացվեն մեկ ընտանիք մեկ հայտ սկզբունքով, ընդ որում փոխհատուցումը կարող է տրվել հիմնական հայտատուի եւ նրա հետ ճամփորդած ընտանիքի անդամների համար։ Գումարները պետք է նշել մեր դրամով, կիրառելով գործարքի օրվա համար կենտրոնական բանկից սահմանած փոխարժեքը։ Ներկայացված տեղեկատվության իսկությունը ստուգվելու է սահմանային էլեկտրոնային համակարգի եւ ավիաընկերություններին ուղղված հարցումների միջոցով, իսկ հաստատված գումարը կփոխանցվի քաղաքացու անունով գործող ցանկացած տեղական դրամային բանկային հաշվեհամարի։ Ես արժանապատիվ խաղաղություն եմ ուզում, արժանապատիվ խաղաղություն, ոչ թե պարտադրված։ Այս խոստման ետևից է ազատության հրապարակ եկել երիտասարդն ու նրա նման մոտ 40,000 Հայաստանի քաղաքացիներ։ Մարդիկ վստահ են, որ միայն Սամվել Կարապետյանը կարող է բերել իրենց ուզած արժանապատիվ խաղաղությունը։ Նաև իրական տնտեսական զարգացում։ Ուժեղ Հայաստան կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը իր ելույթում նկատել է, որ տարիներ շարունակ գործող իշխանությունը ոչ միայն չի իրականացրել տված խոստումները, այլև հետևողական թուլացրել է պետության հիմքերը։ Այսօր ըստ Կարապետյանի Հայաստանը կանգնած է պատմական երկընտրանքի առջև, կամ շարունակել ներկա ընթացքը, որը նա բնորոշել է որպես լճացման ու անապահովության շրջան, կամ գնալ արմատական փոփոխությունների ճանապարհով։ Ասել է հունիսին 7-ին մենք պարզապես քաղաքական ընտրություն չենք անելու, այլ քվեարկելու ենք հանուն երկրի որակական փոփոխության։ Ընտրությունը մեկն է։ Փոփոխություն Սամվել Կարապետյանի հետ, թե լճացում, աղքատություն, անարգանք իրար հանդեպ ու վաղ հարևաններից Փաշինյանի հետ։ Ո՞րն է մեր ընտրությունը։ Ընտրությունը պարզ է։ Ուժեղ Հայաստան ունենալու համար մեզ պետք է այդ փոփոխությունը։ Հանրահավաքի մասնակիցները, որոնց հետ զրուցել ենք հրապարակում, համաձայն էին այս տեսակետի հետ։ Տարածվող ատելությունը խեղդում է, ասել են քաղաքացիները։ Մեր հասարակությունում ամենից կարևորը ատելությունը պետք է վերանա։ Ատելությունը բերում է վրեժլուծության եւ ամեն վատ բաներ։ Այս 8 տարի ատելությունը բերել է, որ այս հասարակությունը այդ ատելությունը մաշին խեղդում է։ Պետք է պայքարենք, փորձենք, հույսով մնանք, որ պետք է հաղթենք։ Չի կարա սենց մնա։ Սա կկործանի երկիրը։ Այդ փրկյա իչարե, զիքոյե արքայություն և զորություն և հարկ, հավիտյանս ամեն